Առաջիկա ավականունիստի օրակարգի ձևավորման աշխատանքներն Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմում արդեն սկսված են։ Օրակարգի հիմնական հարցը լինելու է հաստիքացուցակների եւ դրույքաչափերի հաստատումը։ Դրան կրկին հաստատելու անհրաժեշտություն առաջացել է կապված հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ։ Ընդհանուր առմամբ անհրաժեշտ գումարը օրակարգում նախատեսվող փոփոխությունների հետ կապված կազմելու է շուրջ 13 միլիոն դրամ։ Այսինքն մեր ամբողջ տարեկան բյուջեի պահուստային ֆոնդի 18 միլիոն դրամից 13 միլիոն ուղղվելու է նվազագույն աշխատավարձի բարձրացման փոխհատուցմանը, այս թվի մեջ ներառված է նաև մշակույթի պալատի ժողովրդիկների եւ թատրոնի պայմանագրի ժամկետի երկարացման 2 ամիս անհրաժեշտ ֆինանսավորումը եւ եւս 1 ամիս արձակման փոխհատուցման գումարները։ Փոփոխությունների արդյունքում հաստիքային նոր միավորների ավելացումներ նախատեսվում են համար 4 նախադպրոցական հաստատությունում, նոր հաստիք կավելանա նաև Սարահարթի մանկական արվեստի դպրոցում։ Հաշվարկների մեջ նախատեսել ենք նաև Սարահարթի արվեստի դպրոցում ջութակի դասարանի բացում համապատասխան հաստիկով։ Քանի որ իսկապես արդարացված չի, որ նման դպրոցում ջութակի դասարան չունենանք, այդ բացը պետք է սեպտեմբերի 1-ից փորձենք լրացնենք։ Զուտ նվազագույն աշխատավարձի փոխհատուցումը կազմում է մոտ 9 միլիոն դրամ, մյուս տարբերությունը արդեն թվարկված ֆինանսավորումների պատճառով է։ Հաստիքացուցակների ու դրույքաչափերի փոփոխության հարցը մինչև ավականունիստը կքննարկվի նաև քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովում։ Խորհրդակցության հաջորդ թեման նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին հատկացվող սննդի պահպանմանն էր վերաբերվում, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը։ Այս եւ նախադպրոցական հաստատությունների հետ կապված այլ հարցեր քաղաքապետարանում կքննարկեն մանկապարտեզների տնօրենների հետ։ Ցանկալի է, որ այս ահազանգը եւ պահանջը որ առաջ հասցվի մեր տնօրեններին, որպեսզի առավել ուշադիր լինեն սննդի, հատկապես սննդի պահպանման անվտանգության եւ պահեստային մասերի սանիտար-հիգիենիկ վիճակին։ Շուտով քաղաքում մեկնարկելու է նաև առողջապահական ծրագրերը եւ այս ծրագրի շրջանակում ալավերցին երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Վանաձորի Ծիծեռնակ ճամբարում։ Հանրակրթական դպրոցներից արդեն ստացվել է ճամբար մեկնող երեխաների ցանկը։ Գիտենք բոլորս ինչի համար ենք այդ տարբերակն ընտրել, որ հնարավորինս բաշխվածությունը համաչափ լինի ըստ քաղաքի թաղամասերի, բայց միևնույն ժամանակ ուրեմն շատ ուշադիր է պետք լինել, որ հնարավոր բոլոր սուբյեկտիվ գործոնները չեզոքացվի։ Մենք նաև առանձին դիմումներ ենք ստանում մեր համաքաղաքացիներից իրենց երեխաներին ծրագրում ընդգրկելու համար։ Այդ բոլոր հաստատքները Միքայելյանի մոտ կհավաքվեն։ Ամռան շրջանն ակտիվ ժամանակահատված է նաև կապիտալ շինարական ծրագրերի մասով։ Շինարական աշխատանքներ քաղաքում սպասվում են ինչպես պետական միջոցներով, այնպես էլ համայնքային։ Նաև արդեն առաջի կետում ես շեշտեցի թիվ 4 մանկապարտեզում հաստիկների ավելացման հարցը խմբի բացման հետ։ Այս արդեն հուշում է, որ մենք մեր բյուջեի գումարներով նախատեսած վերանորոգման աշխատանքները պետք է ավարտենք գույքի ձեռքբերման հետ միասին մինչև սեպտեմբերի 1-ը։ Իսկ քաղաքաշինության բաժինը անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, փաթեթը պատրաստում է գնումների պատասխանատուն տալի, որ այս ընթացքում ամբողջ գործընթացը շինարարության ավարտով ֆիքսվի եւ մենք սեպտեմբերի 1-ից հաստիքացում նախատեսված այդ նոր հաստիկներով կարողանանք խումբը համալրենք եւ լիարժեք գործի։ Միևնույն ժամանակ արդեն իսկ հաստատված են պետական բյուջեից Ալավերդու ճանապարհաշինական ծրագրերի նախագծերը։ Եվ զուգահեռ դուք պատրաստում եք գծանշումների աշխատանքների փաթեթն եք պատրաստում, որպեսզի այդ ճանապարհաշինական ծրագրերի ավարտից հետո մենք նոր չսկսենք փաստաթղթերով զբաղվել։ Ավարտելուց անմիջապես հետո ներքև եւ վերևի հատվածներում գծանշումների աշխատանքները կատարվեն։
Այս շաբաթ Ալավերդու քաղաքապետարանում էին Ֆրանսիայի Պակա ռեգիոնի զբոսաշրջության ոլորտի մասնագետները, ովքեր Լոռու մարզպետարանի պաշտոնյաների ու համայնքների ղեկավարների հետ քննարկում էին մինչև այժմ իրագործված ծրագրերն ու նախանշում առաջիկա անելիքները։ Հիմնադրամի միջոցներով Ալավերդի քաղաքում ստեղծվել է Թումանյան աշխարհ զբոսաշրջային գրասենյակը։ Գրասենյակը գործում է հիմնադրամի միջոցներով, որի գումարներն էլ գոյանում են 7 համայնքների կողմից հատկացված միջոցներից։ Համայնքների ղեկավարները ևս լիահույս են, որ մարզի ու Թումանյանի տարածաշրջանի համար զբոսաշրջության զարգացումն ունի շատ կարևոր տնտեսական նշանակություն։ Հենց այդ պատճառով էլ համայնքային միջոցներից այս նպատակի համար գումարներ են հատկացվել։ Համայնքապետարաններից բացի գրասենյակին աջակցելու պատրաստակամություն ունեն նաև սպասարկման ցանցի ձեռնարկատերերը։ Մեր կողմից հիմնադրամի կողմից նշանակված տնօրենը Քրիստինե Երիցյանը արդեն ծավալել է գործունեությունը։ Համայնքների առջև մենք ուղղակի հաշվետու ենք եւ այսօր ասում ենք ինչ է արվել այս վերջին 5 ամիսների ընթացքում հիմնադրամի պետականորեն պետական ռեգիստրում գրանցվելուց հետո ինչ խոսք տարբեր համայնքներում տարբեր մոտեցումներ կան տարբեր ղեկավար, բայց հիմնականում մեր համայնքների ղեկավարները ընդունում են այս գաղափարը եւ մենք պետք է անենք այնպես, որ համատեղ կարողանանք այդ գործունեությունը туриզմի զարգացումը Ալավերդի քաղաքի Թումանյանի տարածաշրջանի մարզի համար ունի շատ լուրջ տնտեսական նշանակություն։ Դա է հիմնական նպատակը, որին մենք նվիրում ենք այսօրվա հավաքը եւ մեր գործընկերները, որոնք որ երեք էլ մարզպետի հետ քննարկվեց, փաստորեն այն բոլոր ծրագրերը, որը Լոռու մարզի եւ Պրովանս-Ալպ-Կոտ d'Ազուր ռեգիոնի ղեկավարների մեջ միջև կնքված է 2012 թվականի դեկտեմբերից, այդ բոլոր ծրագրերը իրենք գոհանկությամբ նշեցին, որ իրոք դրական արդյունք է եւ լավ են ընթանում այդ ծրագրերը։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների օրական մինչև 300 զբոսաշրջիկ է այցելում Թումանյանի տարածաշրջան, մասնավորապես Հաղպատ եւ Սանահին։ Դրա շուրջ 70%-ը կազմակերպված երևանյան տուրօպերատորների միջոցով են գալիս տարածաշրջան, իսկ համնացած 30%-ը չգիտի ուր այցելել եւ ինչ կարող է տեսնել այցելելով տարածաշրջան։ Նորաստեղծ գրասենյակի նպատակը զբոսաշրջիկներին միայն տարածաշրջանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը չէ։ Տարածաշրջան եկած զբոսաշրջիկին առաջարկվում են երրորդյա տուրեր, իսկ առաջիկայում առաջարկվելու են նաև հետաքրքիր ու ժամանցային ծրագրեր, քանի որ ըստ Քրիստինե Երիցյանի առայժմ մեր տարածաշրջան զբոսաշրջիկներն այցելում են միայն եկեղեցիներ ու պատմական կոթողներ տեսնելու նպատակով, սակայն չկան ծառայություններ։ Հաջողության առաջին գրավականը հենց լայն տեղեկատվական դաշտ ապահովելն է։ Եթե մարդիկ չիմանան, որ Ալավերդում կա նման գրասենյակ, ինչպես պիտի գան քեզ գտնեն։ Դրա համար մենք այս ծրագրի շրջանակներում ինտերնետային կայք ենք ստեղծում, նաև տեղեկատվական գրքույկ, բայց դրա հետ միասին նաև այդ մեր տուրերը, որ մշակել ենք, փոքրիկ բուկլետներ կտպագրենք, կունենանք մեր լոգոն շուտով, նման աշխատանքներ ենք կատարում։ Տուրիզմի գրասենյակն աշխատանքները սկսել է դեռ փետրվարից, սակայն կոնկրետ հասցեում գրասենյակը կաշխատի շուտով, գույքով համալրումից հետո։ Հունիսի 18-ին Սանահինի մեքենայացված գծային ուղեմասում եւ շրջադարձային դեպոյում տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողություն։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկային Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ, Ալավերդու քաղաքապետը, Հարավկովկասյան երկաթուղիներ Փակbaşnet իրական ընկերության փոխտնօրենը, այլ պաշտոնյաներ, հյուրեր։ Բացման արարողությանը Երևանում հետևում էին հեռուստակամուրջի միջոցով։ Հարավկովկասյան երկաթուղու կողմից վերանորոգման աշխատանքները Սանահինում սկսվել են 2011 թվականի հոկտեմբերին։ Ներդրվել է շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ։ Տոնական օրը երկաթուղայինների նաև պարգևատրումներ էին սպասվում։ Ներկաները օնլայն կարգով տեղեկացան, որ Յակունինի հրամանագրով պարգևատրման արժանացավ նաև Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանը, նաև Սանահինի այլ երկաթուղայիններ։ Իրականացված աշխատանքները միտված են զարգացնելու երկրի տնտեսությունը։ Մարզի համար տոնական օր է, որովհետև ոչ միայն Սանահինի դեպոն այսպես վերագործարկվում է կամ վերանորոգվելուց հետո բացվում է, այլ Սանահինի դեպոն ունի պատմական նշանակություն, որը ունի 100 եւ ավելի տարվա պատմություն։ Այս առումով իհարկե մենք շատ ենք կարևորում եւ օրը մեզ համար, բոլորիս համար, հատկապես սանահինցիների, ալավերցիների համար օրը դարձել է ել ավելի տոնական։
իսկ մարզի տնտեսության զարգացման համար իհարկե սա մեծ նշանակություն ունի միայն այն, որ այս պահի դրությամբ Սանահինում աշխատում են 200-ից ավել մարդիկ, դա խոսում է, որ մենք Սանահին թաղամասում գոնե աշխատատեղի լուրջ խնդիրներ չունենք, բացի այն ուղևորափոխադրումները եւ բեռնափոխադրումները, որ կատարվում են նաեւ Սանահինի ճանապարհով, խոսում են այն մասին, որ նրանք աճի տենդենսը կա եւ օր-օրի ուղևորափոխադրումները եւ բեռնափոխադրումների ծավալները մեծանում են։ Վերակառուցումն իրականացվել է 2 փուլով։ Առաջին փուլում իրականացվեց դեպոյի շենքի եւ արտադրամասերի վերանորոգումն ու վերականգնումը, վերազինվեցին փականագործման, զոդման եւ էլեկտրասարքավորումների նորոգման արտադրամասերը, Սանահինի մեքենայացված գծային ուղեմասում վերանորոգումից բացի տեղադրվեցին հատուկ տեխնիկական սարքավորումներ։ Այս դրությամբ ըստեղ աշխատում է 75 աշխատող կա մեր PDM-ում, իսկ միասին 2 оборотный դեպոն, որը որ առանձնացել է PDM-ին այս տեխնոլոգիայի, այնտեղ գումարային իրար հետ աշխատում են մոտ 136 հոգի։ Մայիսի 17-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում կայացավ լազուր ժողգործիքների համույթի համերգը, որին բացի ժողգործիքների մենակատարները մասնակցում էին նաև Շանթի ժողովրդական երգիչ նախագծում 4-րդ տեղ գրաված Տիրուհի Մելիքսեթյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Նանե Խեչիկյանը, երիտասարդ սերնդի այլ շնորհալի կատարողներ։ Ալավերդու ժողգործիքների համույթը շուրջ 1.5 ժամ ալավերդցի հանդիսատեսին ներկայացավ ազգային երգ ու երաժշտությամբ, հնչեցին աշուղական ու ժողովրդական երգեր, որոնք ուղեկցվում էին պարային կատարումներով։ Երգացանկում ընդգրկված էին հիմնականում նոր աշուղների երգեր, սեր ու հայրենիք թեմաներով։ Ալավերդու լազուր ժողովրդական գործիքների համույթը գործում է դեռևս անցյալ դարի 60-ական թվականներից եւ նրա երկարատև գեղարվեստական ղեկավարն է եղել Լազար Խեչիկյանը, ով եւս ներկա է ժողգործիքների համույթի համերգին։ Երկիչներ, երգչուհիներ, նվագակցողներ են բազմաթիվ համերգներ տվել եւ մեր քաղաքում, եւ հանրապետության տարբեր քաղաքներում, եւ անգամ հանրապետությունից դուրս, եւ արժանացել բազում կոչումների։ Սակայն կյանքը զարգանում է, առաջ է ընթանում, իսկ մենք ուզենք թե չուզենք, պիտի համակայլ քայլենք, եւ անհրաժեշտություն էր առաջացել վաստակաշատ մարդկանց ճանապարհելու դեպի հանգստի եւ ստեղծել մի նոր երիտասարդական համույթ։ Իսկ այդ դժվարին գործը իր փխրուն ուսերին վերցրեց լազուր ժողգործիքների համույթի կանոնահար Լուսինե Հովասարյանը։ Երաժշտության համաշխարհային օրը հունիսի 21-ը նշեցին Սարահարթի մանկական արվեստի դպրոցում։ Դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ երեխաները օրը նշեցին ֆլեշմոբով։ Ֆլեշմոբին մասնակցում էին դպրոցի փողային եւ ժողգործիքների բաժնի աշակերտները։ Դպրոցի տնօրեն Նաիրա Ջավախյանը նշում է, որ միջոցառմանը պատրաստվել են շատ կարճ ժամանակում եւ հիմնականում նպատակն էր երեխաներին ծանոթացնել երաժշտության համաշխարհային օրվա պատմության հետ։ Ընդհանրապես երաժշտության տոնը նշվում է հունիսի 21-ին, առաջի անգամ նշվել է 1982 թվականին Ֆրանսիայում, իսկ հիմա արդեն 100-ից ավել երկրներում տոնվում է եւ կապված է երկար ցերեկվա հետ։ Այսինքն այսօր ամենաերկար օրն է լինելու եւ պարտադիր չի, որ պրոֆեսիոնալ երաժիշտները ներկայացնեն երաժշտություն, ով կարում է երգի երգում է, ով պարում է։ Մենք այսպես որոշեցինք անցկացնել, ճիշտ է շատ փոքր ժամանակահատվածում մենք որոշեցինք կազմակերպել, բայց ստացվեց։ Կարևորը, որ երեխաները սրանից հետո կիմանան, որ այսօր պետք է նշվի այս տոնը։ Մարդիկ պետք է ուրախ լինեն եւ ամենուր հնչի երաժշտություն։
Այնուհետև երեխաները մեկնեցին Սանահինի եկեղեցի, որտեղ կատարեցին հոգևոր երգեր։ Հունիսի 17-ին տոնական տրամադրություն էր տիրում Սանահին գյուղական թաղամասում։ Միկոյանների թանգարանը նշում էին թանգարանի հիմնադրման 32-րդ տարեդարձը։ Թանգարանի տնօրեն Հայկուշ Աղբալյանը նշում է, որ ավանդույթի համաձայն Միկոյանների թանգարանում նշում են եւ հիմնադրման եւ թանգարանների միջազգային օրը։ Սա եւս մեկ առիթ է, որպեսզի թանգարանը ներկայանա այցելուներին ու հատկապես դպրոցականներին ու այս դեպքում նաեւ մանկապարտեզահասակ երեխաներին։ Պետք է նշել, կարևորն չի, որ հոբելյանական է, կարևորն է մարդիկ արդեն ընկալում են, որ դա հիմնադրման օրն է, յուրաքանչյուր հիշարժան օր դա կարևոր չի, հոբելյանական է, կարևորն է ինչ-որ մի ձևով նշվի, երեխաներ ուրախանում են, մեզ էլ ուրախացնում են։ Թանգարանի հյուրերն էին քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաներ, օրվա տոնական դրամատրությունն ապահովում էին Պարի թատրոնի սաները, ովքեր ներկայացան ազգային պարերով։ Թանգարանը հիմնադրվել է 1982 թվականի հունիսի 17-ին, սկզբում թանգարանը գործել է դպրոցի մեկ սենյակում, ապա տեղափոխվել ներկայիս շենք։ Թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են բազմաթիվ հյուրեր, պաշտոնյաներ, հիշում է տնօրենը։ Ստեղ հավաքվել էին Մոսկվայի բոլոր հարազատները, Մոսկվայի ավիացիոն գործարանը, մի տոնակատարություն էր, կառավարական հանձնաժողովներ, ամբողջ Հայաստանից, Ռուսաստանից, դա մի չտեսնված աննկարագրելի միջոցառում էր։ Հայկուշ Աղբալյանը նշում է, որ հաջորդ տարի թանգարանում պատրաստվում են նշել Արտեմ Միկոյանի ծննդյան 110-ամյակը եւ Անաստաս Միկոյանի 120-ամյակները։ Միջոցառման ավարտին մանկապարտեզների սաների համար կազմակերպվել էր նաեւ կավճանկարչության մրցույթ։ Կարողանալով գրանցել հարկերի հավաքագրման բարձր տոկոս, համայնքապետարանները ի վիճակի չեն լիարժեքորեն կատարել իրենց պարտականությունները։ Արդյունքում չվճարելով հարկերը, հարկատուները կորցնում են ավելի շատ։ Պատկերը կլինի հակառակը, եթե վճարեք գույքահարկը եւ հողի հարկը։ Վճարելով հարկերը, դուք տալիս եք ձեր երեխաներին հետաքրքիր եւ գունեղ մանկություն ունենալու հնարավորություն։